Ճաքճքել է Էջմիածնի Տերյան փողոցի ասֆալտը։ 1 տարի էլ չի անցել, բայց տեղ-տեղ արդեն փոսեր են առաջացել։ Անորակ գործ են արել, ասում են էջմիածինցիները։ Ջարդաստեղեր կա, անպայման, ասվալտը բարագենար է, ջարդվել է։ Այս մարդու խոսքով ինքը տիրապետում է ասֆալտապատման գործին։ Ասֆալտի հաստությունը 5 սանտիմետրից պակաս չպետք է լինի։ Ժամանակին աշխատել եմ, իմանում եմ, որ 5 սանտիմետր պակաս պիտի չլինի։ Մի թող քանդել տենան, քանի սանտիմետր։ Կարծում է 5 սանտիմետրից պակաս է Տերյան փողոցի ասֆալտի հաստությունը, թե չէ ինչու պետք է 9 ամիս անց այս տեսքն ունենար։ Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ բիտումն է անորակ։ Ցույցն էլ անորակ որ։ Վաղարշապատի համայնքապետարանից խոստովանում են, թերացումներ եղել են։ Համայնքապետարանից մեզ ասացին, որ շինարարական ընկերությունից պահանջել են փոսալցումներ անել, փակել ճաքերը, հակառակ դեպքում հարցը կլուծեն դատական կարգով։ Էջմիածնի փողոցները վերանորոգելու համար մոտ 670 միլիոն դրամ է հատկացվել համայնքի ու պետական բյուջեից։ Հետքը պարզել է, որ այդ գումարով վերանորոգվում են նաև Խորենացի Արամ Մանուկյան առաջին թաղամասի 3 փողոցների և Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհները։ Ընդ որում այդ գումարի մեծ մասը 636 միլիոնը 2024 թվականին են հատկացրել, 1 տարի անց ևս 32 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել։ Տերյանի փողոցի անորակ գործը տեսնում ու ախ են անում Չարենցի փողոցի բնակիչները։ Այս փողոցը քանդել են, որ վերանորոգեն, զարմանում են մարդիկ, իրենց ճանապարհը հարթ էր, ինչու են քանդել, եթե պետք է անորակ աշխատանք անեն։ Կոռուպցիայի հոտ են առնում որոշ քաղաքացիներ։ Նախդից տեղ արասեր, նենց լավներ, նենց ուղիղ, նենց լավ բռնեցին, քանդեցին։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։